Պարոն վարչապետ, ձեր թիմակիցները, կուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի եղբայրն է, նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ process-ը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող են լրագրողները հանձնել իրավապահներին, հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստ էության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնմխելի են եւ տեղի ունեցածի համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կա, որ իրենք դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է ծեծի ենթարկի։ Չէ, նկատում եմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգեր կա հնարավոր կոռուպցիոն դրվագների վերաբերյալ, դուք առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Հիմա ըստ էության ստացվում այնտեղ մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի շատ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ Դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների հնարավոր։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, ասենք երկու մասնավոր անձ իրար հետ ինչ որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական process-ն է, պետք է հնարավոր է հեռացվեն կուսակցությունից, կուսակիցները ձեր կուսակցությունից։ Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ Բայց մեկը օծեցի համար է մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Այսինքն այդ չի նշանակում կուսակցության ներսում քննարկում չկա, եթե իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել են միջայլոց, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը հնչել եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման իրավիճակ Կոնջորյանի տեխնիկացիան հարցը չի վերանայվի։ Ինչի պետք է վերանայվի։ Ընտանիքի անդամների հետ կապված Մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը կարող է ասում են իրանում է թվականի Ավետ Կոնջորյանը շատ հարցեր Ես տեսանյութը չէ, գիտեք ինչ ես չգիտեմ, ես չեմ տեսել, բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ, վերահսկող հանձնաժողով, եթե դեպք լինի, վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ կներկայացնի վարչության քննարկումը։